Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար։ Նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող հիբրիդային արագարձագանքման խումբ, ապա հնարավոր է Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։ Ազատություն ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի արտաքին գործերի նախարարի Բրյուսել հասցեագրված նամակը, որով Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագարձագանքման խումբ ուղարկել Երևան։ Հիշեցնենք, Միրզոյանը մակում բողոքել էր արտաքին միջամտությունից, նշելով, թե այս օրերին բախվում են մի շարք սպառնալիքների։ Նա մասնավորապես հայտարարել էր. ինչպես մեր օրերի շատ այլ ժողովրդավարություններ, մեր հասարակությունը եւս առերեսվում է հիբրիդային սպառնալիքների հզոր ալիքին, այդ թվում ապատեղեկատվության, մանիպուլյացիաների եւ արտաքին միջամտության։ Դրանք թիրախային համակարգված եւ ոչ բարեկամական արշավներ են, որոնք միտված են հասնելու հստակ նպատակների, այդ թվում ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների արդյունավետ իրացման նկատմամբ մեր քաղաքացիների վստահության խաթարմանը։ Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է մեր ամենօրյա աշխատանքը ժողովրդավարական դիմակայության շարունակական ամրապնդման միջոցով, հայտարարել էր Միրզոյանը։ Օկուպացված Արցախից լուսանկարներ են հրապարակվել, որտեղից հայտնի է դառնում, որ Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային եւ պատմական ժառանգությունը։ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերվել է հուշահամալիրը, որը նվիրված էր հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։ Սա վանդալիզմ չէ, սա մշակութային ցեղասպանություն է։ Սա նպատակային քաղաքականություն է ջնջելու հայկական հետքը, պատմությունն ու հիշողությունը Արցախում։ Առավել ցինիկ է այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։ Միջազգային հանրության լռությունը դառնում է համակերպում։ Մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես հանցագործություն է։ Հուշարձանները կարելի է քանդել, բայց ժողովրդի հիշողությունը երբեք։ Պատմությունը հնարավոր չէ ջնջել։ Փաշինյանը կրկին Հայաստանի Հանրապետությունում առկա խնդիրների շուրջ լուծումներին ի պատասխան տրվել է փիլիսոփայությանը։ Ըստ էության նրա ժողովրդին ուղղված ուղերձից կարելի է հասկանալ, որ սկսվել է Փաշինյանի նախընտրական քարոզարշավը սոցիալական հարթակներում։ Նա հայտարարել է, որ Հայաստանում կան շատ խնդիրներ, որ սպասում են իրենց լուծմանը։ Փաշինյանի խոսքով, երբ մի խնդիր լուծում ես, դրանից հետո խնդիրները ավելանում են։ Ասել է նա, նշելով, թե միշտ չեն ճիշտ ընկալվում իր բերած զուգահեռները։ Եթե որևէ մեկը չունի մեքենա, ինքը ունի մեքենա չունենալու խնդիր։ Հայտարարել է Փաշինյանը, նշելով, թե նրանք հաղթահարել են սպառնալիքները, պետություն եւ իշխանություն ունենալը այսօր կախված է քաղաքացիների որոշումից։ Փաշինյանի խոսքով այսօր Հայաստանում լուծված են համարում պատմական խնդիրները։ Տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության։ Այսօրվա Հայաստանում մենք լուծել ենք եւ լուծված ենք համարում մի պատմական խնդիր, որի մասին ես խոսել եմ դեռևս 2018 թվականին, եւ այդ խնդիրը հետեւյալն է, որ մենք ինչպես են ժամանակ ձևակերպել են, պետք է կարողանանք հաղթահարել պատմությունից մեզ ծանոթ ցիկլը, երբ Հայաստանը աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով երբեմն իրենից չկախված հանգամանքների բերումով ստանում է անկախություն, հայ ժողովուրդը ստանում է պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով էլի շատ դեպքերում չկախված իր որոշումից եւ իրենից այդ պետականությունը եւ անկախությունը կորցնում է եւ 2018 թվականին ես ձևակերպել եմ այս խնդիրը, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել եւ դուրս գալ այդ պատմական ցիկլից եւ մտնել մի ցիկլի մեջ, որտեղ մեր պետություն ունենալը կախված է բացառապես մեզնից եւ մեր կայացրած որոշումից։
Եվ ահա հիմա թույլ տվեք համոզմունքով եւ համոզված պնդել, որ 2020-ից 25 թվականներին մենք այս խնդիրը լուծեցինք։ Մենք ոչ միայն հաղթահարեցինք պատմական այդ ցիկլի բերումով առաջացած սպառնալիքները, այլև մտանք մի պատմական փուլի եւ շրջափուլի մեջ, երբ որ պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է մեր բացառապես մեր կայացած որոշումներից։ Եվ սա ձեռքբերում է, որը պատմական է։ Սա ձեռքբերում է, որը պատմական է։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է տեր կանգնեն այս պատմական ձեռքբերումը։ Շնորհակալ եմ։ Պաշտպանության նախարարության նախարար Սուրեն Պապիկյանը այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Իրանում։ Նա հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել են Հայաստանի եւ Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման կարեւորությունն ու անհրաժեշտությունը։ Քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցությանը, այդ թվում պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Ընդգծվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը։ Մտքեր են փոխանակվել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցերի վերաբերյալ։ Իրանի նախագահն էլ նախարար Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը։ Մեր հաստատուն քաղաքականությունն է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղությանը, անվտանգությանը եւ մենք ոչ մի դեպքում չենք ձգտում լարվածության, քանի որ ցանկացած անկայունություն կվնասի տարածաշրջանի բոլոր երկրներին, հայտարարել է Իրանի նախագահը։ Իրանում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաեւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Հայտնենք նաև, որ իր հերթին Իրանի դեսպանը չի բացառել հայ-իրանական ավելի լայնածավալ զորավարժությունների անցկացումը։ Հաշվի առնելով այդ թվում պաշտպանական բնագավառում երկրների միջև առկա կապերը, նման միջոցառումներ կարող են տեղի ունենալ նաև ապագայում եւ լինել ավելի մասշտաբային, հայտարարել է դեսպանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի գարնանը տեղի են ունեցել երկկողմյա համատեղ զորավարժություններ, որոնց ծրագրում ընդգրկված էին թեթև եւ ծանր զինատեսակների կիրառումը, հատուկ նշանակության ջոկատների դիպկուահարների հմտությունների ցուցադրումը, պայթեցման գործողությունները, ինչպես նաև կրակային աջակցությունը։ Աղմկահարույց սպանություններից հետո պաշտոնանկություններ են արվել ներքին գործերի նախարարության ոստիկանությունում։ Մասնավորապես աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, բարեկային ծառայության պետ ոստիկանապետի տեղակալ Արտուր Խուդինյանը եւ ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ ՆԳՆ ոստիկանության ղեկավարի կազմի պաշտոնանկությունները պայմանավորված են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց սպանություններով։ Նման հրահանգ է տվել անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ կադրային փոփոխություններ են ոստիկանական կազմում։ ՍԼՄ-ները գրում են, թե նախարար Սարգսյանը բավականին խիստ է եղել եւ հայտնել է, որ չի հանդուրժելու այն պաշտոնյաներին, ովքեր թերացել են եւ կշարունակեն թերանալ աշխատանքում եւ բավականին խիստ զրույց են ունեցել։ Արմլուրը հայտնում է, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնին երկու անձի թեկնածություն է շրջանառվում եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է որոշի, թե նրանցից ով կնշանակվի։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնին է առաջարկվել բարեկային ծառայության արդեն նախկին ղեկավար Արտուր Խուդինյանի եւ Փարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Արտուր Բդոյանի անունը։ Հավելենք, որ Արտուր Բդոյանը Փարաքարի աղմկահարույց սպանություններից հետո ազատվեց պաշտոնից, սակայն ամիսներ անց նշանակվեց օպերատիվ վերլուծական վարչության պետի տեղակալ։ Ի վերջո նրանցից ով կնշանակվի, սպասում են Փաշինյանի որոշմանը։ Թուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել։ Օդաչուն մահացել է։ Ինքնաթիռը կործանվել է Բալիքեսիրի ավիաբազայից մեկնելուց հետո։ Վթարի պատճառները դեռ հայտնի չեն։ Կործանիչն ընկել է Ստամբուլ-Իզմիր ավտոմայրուղու շրջանում, Նաիֆլի բնակավայրից ոչ հեռու։ Բեկորները ցրվել են զգալի տարածքում, ինչը պահանջել է դադարեցնել երթևեկությունը մայրուղու հատվածում։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, ոստիկանություն եւ բժիշկներ։ Բալիքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն ընդգծել է, որ հետաքննություն իրականացվում է զինվորականների եւ դատախազության հետ համատեղ։ Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք։ Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության օրակարգին համապատասխան Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին։ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով դեկտեմբերի մատակարարումների ծավալը կազմել է 1210 տոննա պրեմիում եվրո բենզին, $788,800 ընդհանուր արժողությամբ։
Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։